Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, ինչու է Սուրբ Պատարագի ժամանակ օգտագործվում բաղարջ հացը։ Գիտեք սիրելիներս, քրիստոնեական եկեղեցիների մեջ հայ եկեղեցին եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցին է, որ պատարագի ժամանակ օգտագործում է բաղարջ հացը, իսկ մնացած մյուս եկեղեցիները օգտագործում են խմորյալ հաց։ Ինչու ենք մենք բաղարջ հաց օգտագործում, որովհետև Զատկի տոներին հին Զատիկ-օրյաներ նշում են Տիրոջ պատգամներ ելից գրքի մեջ, որ 7 օր բաղարջ հաց կուտեք, մնացած ասում է բոլոր հացը, որ թթխմորով է պատրաստված, ձեր տներից դուրս կանեք։ Եվ նաև այդ օրերը, որ զատկական օրերն են մոտենում, կոչվում էր բաղարջակերած տոն, որտեղ բոլոր մարդիկ իրենց տանից հանում են թթխմորով թխված հացերը եւ բաղարջ հաց էին պատրաստում։ Բաղարջ հաց ինչպես է պատրաստում։ Ալյուր եւ ջուր խառնում իրար, նույն պահին բացում է խմորը եւ թխում ենք հացը։ Դրա համար էլ պատարագից առաջ պատարագիչ քահանան ինքն իր ձեռքով պատրաստում է բաղարջ հացով նշխարքը, որպիսի պատարագի եւ մատուցի ժողովրդին, որպիսի այդ սովորական ջուրն ու ալյուրը, որ դարձան նշխար կամ հաց, Քրիստոսի մարմին ու արյունի խորհրդանիշը քահանան պետք է նաեւ արցունքներով այդ ամենը պատրաստի, որպիսի մատուցի ժողովրդին։ Բաղարջ եւ անթթխմոր հացը Քրիստոսի մարմնի անապականություն է խորհրդանշում։ Նշանակում է անապական մարմնին մոտենալով, որ քրիստոնյան պետք է հաղորդություն ստանա, որպիսի մաքրվի իր մեղքերից։ Հայ եկեղեցու վարդապետներ ասում են, որ ինչու թթխմորը չի կարելի օգտագործել, որտեղ դրա մեջ օտար տարր կա, այն կարող է պատճառ դառնալ, որպիսի խմորը փթի կամ որպոսնի։ Դրա համար մենք օգտագործում ենք բաղարջ հաց, եւ քանի որ Քրիստոսի մարմինը անապական էր, այդ հացն էլ պետք է անապական խորհրդանիշ ունենար։ Եվ մեր եկեղեցու վարդապետության մեջ ասում են, եթե ապականացու հաց օգտագործես, դու չես կարող փրկության արժանանալ, քանի որ դրա մեջ օտար տարրեր կան։ Եվ որpիսի մենք անապական մարմին մոտենանք, ուրեմն հացն է պետք է խորհրդանշի Քրիստոսի անապական մարմինը։ Այդ պատճառով մենք բաղարջ հաց ենք օգտագործում։ Եվ պատարագիչ քահանան ինքը պետք է իր ձեռքով թխի այդ հացը, աղոթներով պատրաստվի եւ հացն ու գինի, որ արդեն սուր սեղանի վրա դառնում են Քրիստոսի մարմին ու արյունը, նաև իր արցունքները պիտի ավելացնի, որպեսզի այդ ամենով իբրև նշխար, իբրև հաղորդություն տա ժողովրդին եւ Քրիստոսի անապական մարմնի միջոցով մարդը արժանանա փրկության։